Ազգային ինքնության եւ առհասարակ ճանաչողության ու արժեհամակարգի պահպանման լավագույն ձևերից մեկն է իհարկե հավատարիմ մնալն է արմատներին եւ մենք ունենք այցեքարտային կերպարներ, որոնք ցույց են տալիս մի ամբողջ պատմություն, այս դեպքում իհարկե հայի տեսակը։ Մենք շատ ուրախ ենք, որ դեկտեմբերի 18-ին եւ 19-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Սասունցի Դավիթ բալետ օրատորիայի պրեմիերան։ Եվ այս պրեմիերայի մասին, թե ինչպես եղավ գաղափարը եւ ինչ փուլում է հիմա գտնվում ամեն բան, կիմանանք հենց հիմա, որովհետեւ տաղավարում է Երևանի քաղաքապետարանի մշակույթի եւ туриզմի վարչության պետ Գորժ Սարգսյանը։ Ողջույն։ Բարի։ Շնորհակալ ենք անչափ պարոն Սարգսյան առավոտը մեզ հետ սկսելու համար եւ այս կարևոր նախագծի մասին պատմելու նաեւ մեր հեռուստադիտողներին, բայց սկսենք սկզբից։ Ինչպես եղավ գաղափարը, որովհետեւ մենք գիտենք այստեղ հողարթունը մեծ նշանակություն ունի, ստեղծելու հողարթունը։ Շնորհակալություն հրավերի համար, իսկ նախաձեռնությունը սկսվել է դեռ 1.5 տարի առաջ, երբ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ կազմեցինք երաժշտական եւ արվեստի դպրոցների հավաքական երգչախումբը, որ նախաձեռնություն եղավ Կոմիտասականը, հետո նախաձեռնություն եղավ Տիգրան Մանսուրյանի հետ եւ արդեն հասունացել էր այն պահը, երբ հայկական անմահ էպոսի այս բացառիկ կերպարը Սասունցի Դավիթը պիտի ներկայացվեր հանրությանը եւ ներկայացվեր այսօրվա ժամանակակից լեզվով եւ այսօրվա երիտասարդության համար եւ մի շարք քննարկումներից հետո հասկացանք, որ պիտի նախաձեռնությունը իրականացվի հողարթուն խմբի հետ միասին եւ այդտեղից սկսեց աշխատանքները, հետո արդեն էպոսագետ Հայկ Համբարձումյանի գրական նոր տեքստի մշակած հիման վրա ստեղծեցինք շուրջ 1 տարի տևած աշխատանք է սա, որ արդեն վերջնական փուլ է մտել եւ հույս ունենք, որ բալետ օրատորիան պիտի կայանա։ Մի փոքր կպատմեք արդեն վերջնական կազմավորման մասին, թե ինչպես նախ խումբը կազմավորվեց, դերակատարների ընտրության հարցում բարդություններ եղան, թե լիարժեք կազմը բավական էր, որպեսզի տիպիկ կերպարներ ունենային իրենց տեղը եւ ճիշտ դերակատարումներ է նաեւ։ Բալետ օրատորիայում որոշակի հերոսներ գոյություն չունեն, մենք ունենք Սասնածռերի էպոսը եւ մեզանից յուրաքանչյուրը ոչ միայն կատարողները, այլև հանդիսատեսը իրեն զգալու է այդ էպոսի մեջ եւ Դավիթը իր մեջ որ պիտի կրի յուրաքանչյուրը եւ հավաքական երգչախումբը շուրջ 400 երեխաներ վերջին 5 ամիսների ընթացքում երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ սովորում է էպոսը եւ սա ոչ միայն նախաձեռնություն է իր ձևաչափով, այլ նաեւ կրթական նոր ձևաչափ է երեխաներին սովորեցնելու եւ ինչպես գիտենք Սասունցի Դավիթը Սասնածռեր էպոսը դա հայ ժողովրդի հավաքական եւ այն բացառիկ կերպարն է, որը որ ոչ միայն երեխաները ուսումնասիրում են էպոսը, այլ իրենց մեջ այդ բոլոր կոդերը, այդ բոլոր գաղտնիքները ներդրվում են եւ իրանք այլևս դառնալու են ուրիշ երեխաներ, հասարակության ուրիշ մարդիկ եւ այնքանով է կրթական, որ երգչախումբը անընդհատ փոփոխական է լինելու եւ հարյուրավոր հազարավոր երեխաներ սովորելու են Սասունցի Դավիթ էպոսը։ Իրականում այս նախագիծը բացառիկ է ոչ միայն նրանով, որ երեխաները ոչ թե կարդում են եւ պարզապես դասի համար սովորում Սասնածռերը, այլ իսկապես գիտակցաբար սկսում են ապրել այդ կոդերով, ինչպես նշեցիք, այլ նաեւ հանդիսատեսի համար, որովհետեւ շատ շատերը կփաստեն, որ այո, գիտեն Սասնածռերը, բայց շատ դետալներ մոռացել ենք, որոնք գուցե հենց այսօր կյանքի այս կամ այն իրավիճակում պետք է կիրառել եւ հավաքական մեր ուժը հայաստանյան ստեղծել, ինչ ասելիք ունի նաև հանդիսատեսի համար այս Սասունցի Դավիթ բալետ օրատորիան։ Իրեք հազարավոր, հարյուրավոր տարիներ զրուցարաններում, ընտանիքներում, խարույկի շուրջ բեյնեբերան գնացել այս էպոսը եւ նախաձեռնության կարևոր ասելիքներից մեկը այն է, որ հիմա եւս շարունակվելու է Սասունցի Դավիթ էպոսը բեյնեբերան ասվել եւ հատկապես երեխաների միջոցով իրենք են սա տարածելու այսօրվա հանդիսատեսի, այսօրվա մարդու համար որքանով է կարևոր, որ սա էպոսի կարող եմ ինձ թույլ տալ ասելու վերաիմաստավորման եւ վերարժևորման մի նոր ձևաչափ է, որը նաեւ մենք ինչի ստեղծեցինք բալետ օրատորիա եւ օպերա եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբն է, որ բալետմայստերը Մարիամ Ասլանյանը, որ կարծում եմ, որ երկու եւ երգչախմբի եւ բալետային կազմի միջոցով փորձել ենք
մարմնի նոր լեզվով ցուցադրելու այն ինչ որ հարյուրավոր տարիներ դարերով պատմվել է եւ այսօրվա հանդիսատեսի համար ասելիքը ինչպես էպոսն է ասում, որից ավել չեմ կարող ասել, որ Ծուր Դավիթը պիտի հաղթի, պիտի բերի հաղթությունը։ Այս դեպքում երաժշտական լեզվով ենք մենք ներկայանալու հանդիսատեսին, հետաքրքիր է գործիքակազմի մեջ որոշակի լուծումներ ունենք, որոնք իսկապես քայլում են ժամանակին համահունչ եւ ինչպես ձեր խոսքի սկզբում նշեցիք, արել եք հնարավորինս, որպեսզի նաեւ երիտասարդ հանդիսատեսին գրավեք եւ այս ռիթմով շարժվող, այսօրվա ռիթմով շարժվող երիտասարդը նույնպես լսի եւ հասկանա, որ եւ հայկական է եւ ազգային է, բայց նաեւ շատ հետաքրքիր է։ Այդ ամեն ինչը հաշվի առնելով մենք կանգ առանք Հողարթուն խմբի վրա, էթնո էլեկտրո երաժշտությամբ, հիման վրա է գրված եւ այսօրվա ժամանակակից տեխնոլոգիաներով է ամբողջը արված եւ նաեւ կարեւոր է որ երաժշտությունը հետո պիտի ապրի, պիտի շարունակվի, պիտի լսեն ընտանիքներում, տարբեր վայրերում եւ ինքը պիտի դառնա մեր կենսակերպի մի մաս այդ երաժշտությունը եւ հուսով եմ որ ստացվել է։ Կարող ենք ենթադրել ձեր նշածից որ ձայնագրություն եւս սպասվում է եւ տարբեր հարթակներում հասանելի կլինի այս ստեղծագործությունները։ Այո, հասանելի է լինելու եւ ինչպես նաեւ որպես վերջաբան այս նախաձեռնության, նաեւ քննարկումների արդյունքում որոշեցինք, որ պիտի անպայման տպագրվի այս երաժշտության կլավիրը, որը որ նաեւ կլինի մնայուն վավերագիր եւ դա կտարածվի Հայաստանի բոլոր երաժշտական արվեստի դպրոցներում, Սփյուռքում, որ նաեւ այդ ձևաչափով այս երաժշտությունը շարունակի ապրել եւ այս խմբերգը արդեն կլավերի տեսքով կկարողանան սովորել հազարավոր երեխաներ։ Հիանալի է, պարոն Սարգսյան, տեսնում ենք նաեւ գեղեցիկ տպագրությամբ շապիկներ։ Պատմեք նաեւ այս գաղափարի մասին։ Նախաձեռնությունը միայն չսահմանափակվեց բալետ օրատորիայով, այլ հայկական արտադրության արևին ընկերության հետ համատեղ որոշեցինք, որ այն կերպարները, որոնք ստեղծված են այս բալետ օրատորիայի համար, նոր կերպարներ, Սասունցի Դավթի, Քուրքիկ Ջալալի, Ծովինարի եւ այս շապիկները, հուդիները, ջեմպերները դեկտեմբերի 18-ից կմտնեն արդեն արտադրության եւ վաճառքի մեջ։ Սա կարող եմ ձեզ ցույց տալ Սասունցի Դավիթն է, նոր վերաիմաստավորված տարբերակով, ստեղծագործական խմբի կողմից եւ նաեւ այդ կողմով տարածվեց եւ Երևանի քաղաքապետի որոշմամբ վաճառքից հասույթից մի մասը կտրամադրվի Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաներին։ Հրաշալի։ Մենք ուրախ ենք շատ կարևոր մի բանի համար, որ ժամանակի ընթացքում ձայնադարաններում մենք լսել ենք Սասունցի Դավիթ Թումանյանի մշակմամբ կամ էպոսից հատվածներ, իհարկե ոչ ամբողջական, դիտել ենք ներկայացումներ Սասունցի Դավիթ էպոսի հիման վրա բեմադրված, նաև Թումանյանի մշակմամբ, բայց նման մասշտաբային ու մեծ նախագիծ, որտեղ առնվազն հարյուրավոր երեխաներ, երիտասարդներ գալիս են ու նախ ծանոթանում են սկզբից մինչև վերջ սյուժեին, հետո մասնակից են լինում մշակութային հրաշալի ձեռքբերմանը, դա իսկապես փառք ու պատվի արժանի գործ է, այնպես որ ձեզ շնորհակալություն ենք հայտնում, եթե ունեն կարևոր լրացումներ կապված ծրագրի հետ, ներկայացման հետ, կխնդրեմ մեծ սիրով կլսենք։ Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ նախագծին մասնակցում է շուրջ 500 մարդ, տեխնիկական, գեղարվեստական, միայն հավաքական երգչախումբը 400 հոգի է, պատրաստվել են 550 քառակուսի մետր լայնածավալ դեկորացիաներ, որը իրականացրել է նկարիչ Արտուր Դուրգարյանը եւ երևի թե այսքանը մնացածը դեկտեմբերի 18-ին եւ 19-ին կլինի պրեմիերան, իսկ արդեն 2026 թվականի հունվարից բալետ օրատորիան կմտնի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկ։ Սա հիանալի հնարավորություն է իսկապես թե մեզ հայաստանյան հանդիսատեսին եւ թե Սփյուռքի մեր հայրենակիցներին, որպեսզի ոչ միայն այս օրերին, դեկտեմբերի 18-ին եւ 19-ին, այլ հետագայում եւս հետեւելով խաղացանկին գան եւ վայելեն այս ներկայացումը, իսկապես հաջողություն ենք մաղթում եւ նախապես արդեն ասում շնորհակալություն, որովհետեւ գիտենք թե ինչ բուրըն փորձերի մեջ է հիմա ստեղծագործական կազմը գտնվում եւ արդյունքները իսկապես շատ սպասելի են բոլորիս համար, բայց խոսենք նաեւ Երևանյան մշակութային կյանքից, պարոն Սարգսյան, ինչ նորություններ ունենք, չնայած մենք փորձում ենք անդադար մեր ձեռքը պահել զարկերակին ու պատմել հեռուստադիտողներին ամեն մշակութային իրադարձություն, բայց ինչ կա, որ դեռ չենք հասցրել մենք պատմել եւ դուք կասեք առաջինը։ Շատ լավ, մենք ունենանք դեկտեմբերին արդեն լույսերի վարման հանդիսավոր արարողությունը Հանրապետության հրապարակում, կլինի տոնավաճառը արդեն ավանդական եւ սիրված դարձած, կլինեն համերգային մի շարք ծրագրեր,
եւ տարին կամփոփենք ամանորյա բարձր նման տրամադրությամբ, իսկ 2026 թվականին այս պայն շատ բազմաժանր եւ բազմաթիվ քննարկումներ են գնում եւ հույս ունենք դրա մասին կխոսենք արդեն հաջորդ տարի։ Իհարկե մասշտաբները տարբեր են, բայց ամեն դեպքում հաճելի է, երբ նման նախաձեռնություն ենք մենք վայելում, հատկապես տարվա վերջում, որպես տարին ամփոփելու այսպես հրաշալի ձգտում մեծ ու կարևոր նախաձեռնությամբ։ Դեկտեմբերի 18-ը եւ 19-ը քաղաքամար Երևանի եւ առհասարակ հայ մարդու համար շատ կարևոր է, այնպես որ շտապեք ու մասնակից եղեք այս նախաձեռնության։ Սիրելիներ, մենք Գոշ Սարգսյանին ասում ենք շնորհակալություն, մաղթում օրվա դրական շարունակություն։ Շնորհակալ ենք։ Դուք էլ մնացեք մեզ հետ, մենք շարժվում ենք առաջ, համեցեք։